Իսկ կադրերի հետ կապված Հարությունն ասում է կանայք չպետք է ղեկավարեն այդ կառույցները, դա էլ է ամեն Ну, դեպքում ընդհանրապես ես դες սենց ասեմ, մի քիչ ուրիշ ոլորտ են գնում, հիմա կանայք ինձ ինչ ասես կասեն, բայց ամեն դեպքում ուժային կառույցը, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ուժային կառույցը ղեկավար կազմից պահանջում է մաքսիմալ օբյեկտիվություն։ Կին եւ տղամարդ հարաբերությունների մեջ, սենց ասեմ ձեզ, ես իմ աշխատած տարիներն էլ բազմաթիվ հանդիպել եմ կանանց, որոնք քննիչներ են եղել, իհարկե արդեն սիրադեղանից հետո, որտեղ սիրադեղանի ժամանակ հստակ հրահանգավորում կար, կանայք ոստիկան իրավապահ համակարգում կարող էին աշխատել անչափահասների հետ, սոցիալական բլոկում, անձնագրային վիզաների վարչությունում, բայց ոչ երբեք քրեական հետախուզությունում կամ քննչականում։ Որտեղ ասենք կինը ինքը իրանով կարող է նեգատիվ կազմի դիմացինի հետ կապված, դիցոք եթե ասենք ինքը հակել է նույն շոուերը ոնց որ ինքը։ Ու դա կարող է դառնալ քրեական մեղադրանքի իրական հիմքը, ոչ թե ինչ որ գրի թղթի վրա։ Կամ ասենք կարող է տեսնի տղամարդուն, եղունգները դուրը չգա, ուսո տղամարդը արդեն դատապարտված է, այսինքն էմոցիոնալ դաշտը լրիվ տարբեր է։ Ես կարծում այո, կինը պետք է այդ պաշտոնները չզբաղեցնի։ Այսինքն կինը պետք է զբաղվի այն ակունքում իր հիմնադրույթում ինչա դրած Աստծո կողմից չէ մայրություն։ Դա արդեն սոցիալականն է, բժշկությունն է, քավլիցի, բայց ոչ երբեք իրավապահ։